Վերցրու։ Բա ես իմը ես ինչ անեմ։ Ինչ ուզում ես Սավա, մենակ էլ աչքիս չերևատա։ Հա, չէ, չերևա, մենակ դու մի գոռա։ Գնում ես։ Բա քեզ թվում է պիտի նստեմ տանը ու դարդ անեմ այդ ապերախտ լակոտների համար։ Յանքս, մաման գնացել ա՞ր։ Տղես ու։ Նոր քնես։ Նա ինչ խոսացիք մամայիս հետ։ Իմ ամեն ինչ պիտի պատմեմ։ Չէ, ինչ ամեն ինչ։ Մենակ հետաքրքիր մասեր։ Արա ոնց եմ քեզ սիրում, մանավանդ որ այդպես ջղային դեմք ես ընդունում, ուսես ջղային անում ես էլի։ Հակառակի պես ջղային չեմ։ Բա քեզ հետաքրքիր չի ով էր ինձ զանգել ուր էի գնացել։ Ես քեզ չեմ հարցակննում։ Հարցակնելը պրիչոմ, ես ուզում եմ ասեմ, մեր մեջ կախնիկ չեմ ուզում անի կյանքս, ես գիտես քո այդ լրիվ անկեղծ ազնիվ։ Համոզվել եմ։ Նայի հորս արև սկսարելի նեղել ինձ։ Ես անընդհատ սխալը սերեսով ստալի հասկացանք։ Դու թեման բացեցիր։ Որովհետև ուզում եմ իմանաս։ Իմանաս, որ գնացել էի հորդ հետ հանդիպման, հերդ էր ինձ կաչը։ Ինչի համար, ինչ էր ուզում քեզնից։ Որով խիտ ես վախեցար խառնվար իրար։ Սպո կամ նորմալ բան ասա, կամ ընդհանրապես մի խոսի, մի պատմի։ Չէ, հենց հետո ուզում եմ պատմեմ կյանքս, որովհետև հնեցա, որ քո օգնության կարիքը կա, էլի։ Պետք է օգնես ինչ-որ հարցում կողնորոշվեմ, հերդ ինչ-որ մի հատ բան առաջարկե, չգիտեմ ինչ անեմ, բայց ասեմ, որ լավ բան առաջարկե։ Սպո դու և պապան ատելով ատում եք իրար, այդ ինչ պիտի քեզ առաջարկած լինի։ Դու կարող եք կուրսի լինես, այդ հերդ իր սիրասուն սանիկների հետ խիահակ է։ Ոչ, սպո, չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանամ, ու շատ լավ կլիներ, որ քեզ էլ չհետաքրքրեր։ Չէ, ոնց չհետաքրքրի կյանքս ես, դու իմ բանը առաջարկե հերդ, այսքան տարվա մեջ հազիվ մի հատ իմ սրտով բան ասի։ Ես ինչ եմ ասում եմ միավորվենք, յանի ես իր հետ էլի, ու տանտանինոյին ճզմենք, հենց ուզում եմ իմ օգնությամբ ճոգիր տանտանինոյին կծի քացու տակ էլի։ Հուսով եմ դու նրա առաջարկը չես ընդունել։ Չէ, ասել եմ կմտածեմ ու շատ շուտ կպատասխանեմ, ու ոնց որ մտածում եմ պատասխանս դրական լինել։ Երբ ես նրա գոյության մասին մոռանալու։ Երբ ես սկսելու ապրել քեզ համար, ոչ թե նրա։ Տանուն երևի քեզ չի էլ հիշում, իսկ դու նրանով ուղղակի ապրում ես։ Կյանքս կարիք կա քեզ հիշացնելու, թե ես ինչքան եմ դրան ատում ու ինչի։ Արի էլ չասեմ, հա։ Հա, մի ասա, որովհետև ես չեմ կարող քեզ հասկանալ։ Այ եթե տանուն քեզ ատի, դա ինձ համար տրամաբանական կլինի։ Տես դու ինչքան բան ես նրանից գողացել։ Սուսման ասում եմ։ Սպո ես կլռեմ, իսկ դու կմերժես պապային։ Խնդրում եմ, հանուն ինձ, այս անգամ նոր խաղի մեջ չմտնես պապայի հետ։ Դու ինչ գիտես նրանց միջև ինչ ա եղել։ Խնդրում եմ, այնպես մի արա, որ դու ժողի դերում դու հայտնվես։ Արա չէ, հորս արև պետք է իմանամ։ Պետք է իմանամ, թե ինչի են դրանք իրար ուտում։ Ուրախացել ես։ Ինչից։ Դե որ գնում եմ։ Քո գնալու փաստից ինչ զգացմունք ասես, որ խառնվել է իրար։ Բայց ուրախություն ոնց որ թե չկա։ Տեսա, կարող եմ չգնալ։ Տրոքնեմ։ Սիրով։ Ասում եմ, կարող ես փողկապը չկապեմ, անհրաժեշտություն չկա։ Քեզ առանց փողկապել է լավ, դու առանց փողկապել շատ հմայիչ տղամարդ ես։ Շնորհակալ եմ։ Բայց ես ուզում եի ասել, որ
Կարող եմ փողկապը մի կողմ դնել, եթե դու ինձ առաջարկես։ Չգնամ։ Չէ, գնա, բայց ինձ չմոռանաս։ Քեզ մոռանա։ Բացառվում է։ Ես պետք է գամ քո հետևից ու տանեմ քեզ քաղաք։ Նոր տարին միասին եք դիմավորելու։ Բայց կարող ենք գյուղում էլ դիմավորել։ Ոչ, սիրելիս։ Ամուսնությունից հետո մենք պետք է ապրենք քաղաքում։ Դրա համար դու պետք է արդեն տրամադրվես դրան։ Ֆիլիպ, զգույշ կլինես, լավ։ Կարպիչից հնարավորինս հեռու մնա։ Եթե դու ես ինձ այդ մասին խնդրում, ես իրավունք չունեմ զգույշ չմնալ։ Դու իմ ամեն մի խոսքը կատակի ես վերածում։ Այո, որպեսզի քեզ միշտ տեսնեմ ժպտալիս ու ինձ հետ տանեմ քո ժպիտը, սիրելիս։ Հանձինս քեզ ես իմ կյանքը իմաստավորված եմ համարում ու չեմ ուզի, որ նորից անիմաստ լինի։ Դա, սկսի ուրեն։ Ես թվում ավելի ճիշտ կլինի, որ դու ասես։ Իսկ կլինի ես սկսեմ։ Ինչի ենք հավաքվել։ Մամադ քեզ համար անակնկալ ունի բալես։ Անակնկալը իմ ու պապայիդ կողմից է։ Նենց անակնկալը, որ ուզում ենք, որ քո սրտով լինի, բալես։ Ես ձմեռ պապոց ոչ մի բան չեմ ուզել։ Չէ բալես։ Այս նվերը իմ ու մամայիդ կողմից է ու դու պետքա որ ուրախ լինես այդ նվերի համար։ Կասեք ինչ նվերի մասին եք խոսում։ Բալես, ես ու պապատ միասին ենք ապրելու։ Ու դու ստիպված ես լինելու մեր հետ միասին ապրես։ Հա բալես, դա այդպես է։ Բա որ ասում եք չեք լսում ինձ ուղ։ Բալես, մենք միասին ենք ապրելու, որովհետև մենք հասկացանք, որ դա է ճիշտ։ Դուք միասին եք ապրում, որ ես չտխրեմ, հա։ Չէ, բալես, մենք միասին ենք ապրելու, որովհետև մենք սիրում ենք իրար։ Այդ դեմքիդ են ուրախությունը չեմ տեսնում, ինչ որ սպասում էի տեսնել։ Ես ձեզ շատ եմ սիրում, դուք աշխարհի ամենալավ մաման ու պապան եք։ Վիտոս իզուր չթողեցիր, որ ընկերներիդ կանչեմ։ Լիլի, դու ամեն մեկը իր գործով լինի։ Տեղից ինձ վրա պարապեցի։ Հիվանդանոցից տուն չեն գնում մարդիկ։ Ասում ես թող ամեն մեկը իր գործով զբաղվի, բայց ինչ որ գործ չունեն իրանք իմ հիշելով։ Հա, ճիշտ ես ասում։ Դե համար ես ու Ֆրիկը ուզում ենք գործ դնենք։ Որ փող աշխատենք։ Վիտոս, դու փող ունես։ Ավելի լավ է մտածիր ապակին մանդ մասին, կամ էլ նրա մասին, որ ուզում էիր ծնողներին չէ գտնեիր։ Հայ դրա մասին մտածիր։ Լիլի, ես չեմ պատրաստվում քո փողերով ապրել։ Դառնա այդ չէ։ Ուզում ես վիրավորվեմ, չէ՞։ Քո կարծիքով ես ինքնասիրություն չունեմ։ Ես ոնց կարամ քո փողերով ապրեմ։ Ես ինձ հետևում ես, արա։ Ուզում ես, եթե անձիդ կարևորություն տաս, թողը տենց լինի։ Թող լինի ինձ, որ ես քեզ հետևում եմ։ Բայց իմ աշխատանքը, այսինքն բաժնետիրոջ աշխատանքը, սրա մեջ չի։ Այդ բաժնետիրոջ պաստը, որ աշկես չմցնեիր, ես կարողա տեղը չբերեին քեզ։ Այ բրջոտ ջան։ Լսի, ցավը տանեմ։ Աշխատում ես, քո համար աշխատի, իմ հետ կլինի գործ չունենաս։ Չէ, չի լինի։ Բա քեզ գաղտնիք պետք է ասեմ, Քո օրերը ստե հաշված ապեր չա։ Այսինքն դու աշխատում ես այդ առումով։ Դու մենակ ես արա, ցելի բրիգադը աշխատում է ուղղությամբ, արա, ցելի բրիգադ է։ Թույնա,
Պաստորեն կեցեմ ես, այսինքն մեծ կշիռ ունեմ, էլի։ Հա, բա չգիտեի։ Կռիսներին բռնելը միշտ դժվար է լինում, բայց որ բռնում ես, դրանց մահը դաժանալ, բայց Դες գուշ, ինչև չբռնվես, գոնե ինչ-որ գործ անես ըստեղ, գոնե ինչ-որ մի բան անես, թե չէ բաժնետոմսերը դրել ես տակատ նստել ես պրոստը։ հալավ լե թե հələ դու ինձ ասա տենամ այդ սրբության սրբոց քավորիդ հետ ինչի եք իրար ճանգռում, հա։ Լավ ես մտածել, որ ուզում ես իմանաս, որտեվ կարող է ահավոր բան ստացվի, որ իմանաս։ Տես Կարպիչ, եկել եմ։ Դեպետ երեսդ տեսնել չեմ ուզում։ Վերենգի։ Շնորհակալ եմ։ Մտածիր նոր խոսիր եւ խոսելուց առաջ բառերիդ ուշադրություն դարձրել։ Գիտես Կարպիչ, ես երևի միակ մարդն եմ այս աշխարհում, որ իր մարդասպանի հետ այսպիսի փոխհարաբերություններ է պահպանում։ Ես կարող էի քեզ փոխադարձաբար պատասխանել ու չվերիպել։ Իսկապես սատկացնել քեզ։ Ինձ լսի։ Արա Ֆիլիպ, հա, իմ հրամանով քեզ պիտի վերացնեին, բայց բախտը բերել է։ Թեև դա չի նշանակում, որ եթե ես մտքիս տնեմ, չեմ կարողանալու քեզ վերացնել ու այնպես անել, որ պատմությունն ու մարդիկ ընդհանրապես մոռանան, որ երբևիցե Ֆիլիպ գոյություն ունեցել է։ Գովելի է։ Իրոք գովելի է։ Փաստորեն դու խոստովանում ես, որ երկու մահափորձներն էլ եղել են քո հրամանով։ Առաջինը ես չգիտեմ ում ձեռքի գործն է։ Իսկ երկրորդի հեղինակը, հա, ես եմ եղել։ Այստեղ եմ, լսում ես։ Հա, ես եմ եղել, ասել եմ, որ քեզ վերացնեն, լավ ես լսում։ Չգոռաս։ Ես էլ ձայն ունեմ։ Ու ասեմ, որ դու ինձ համար բացահայտում չես անում։ Ես համոզված եմ։ Ես գիտեմ, որ դու ես իմ թշնամին։ Ու նույնիսկ կարող եմ ասել, թե ով է ընկել հետևիցս։ Այդ քո ախմախ կորյունը, այդ ծերացած կույսը։ Եղավ։ Ալա, Կարպիչ։ Ով է ինչից խոսում։ Կորյունը մարդ է։ Մեծատառով, ոսկի տղա է Կորյունը, բա դու ինչ ես։ Ես են մարդն եմ, ով խանգարում է քեզ ապրել։ Հա, դրանց ցուցակը հիմա այնքան է շատացել, որ հաշիվնել եմ կորցրել, բայց դու ամենավերջին տեղում ես։ Ես քեզ ավելի կհարգեի, եթե դու ուղղակի զենքը պահեիր գլխիս ու կրակեիր։ Ոչ թե երեսի շպտայիր, հետո անհամբեր նստեիր ու սպասեիր, թե երբ է քո այդ ախմախ կորյունը իմ մահվան լուրը բերելու։ Մեռած մարդու հարգանքն ինձ պետք չի։ Ու ընդհանրապես քո հարգանքը ինձ պետք չի։ Դու բան արա։ Դավայ, զանգի Յուրիկին ու ասա այն ինչ պիտի ասես։ Զանգի, ես թքած ունեմ, լսում ես, ես թքած ունեմ, թե Յուրիկը դրանից հետո ինչ կանի, բայց դու այդ դուխն էլ չունես։ Քեզ համար մեկ չի, թե դրանից հետո Յուրիկը քեզ ինչ կանի։ Իսկ ես թքած ունեմ, հար, զանգի Յուրիկին ասա, ես քեզ չեմ սպանում, զանգի։ Համարն ես մոռացել, հավաքեմ տան։ Իսկ հիմա ուշադիր ինձ լսի։ Դու ինձ համար երբեք վախի ու սարսափի չափանիշ չես եղել։ Ու չգոռաս, թե չէ այնպես կգոռամ, որ փայծախդ կտրակի։
ու ինձ չասես ես ինչ անեմ, եղավ։ Եթե պետք լինի ես կզանգեմ ու դու դա կտեսնես։ Դու դաժե զանգելու դուխ չունես։ Ես դա կանեմ շատ անսպասելի, որպեսզի քեզ չի հաստատեցնեմ։ Ու իմ քայլից այնուամենայնիվ զարման կապրես։ Բայց շուտ անադա։ Ինչքան հնարավոր է շուտ։ Այսօրվա գործը վաղվան մի թող։ Տես, նայում եմ ուղիղ աչքերիդ ու ասում եմ. արա ինչքան հնարավոր է շուտ։ Մեկ էլ տեսար առավոտ աչքերս բացեցի ու քեզ տեսնելու ցանկություն առհասարակ չառաջացավ ինձ մոտ, բայց ոչ նրա համար, որ Յուրիկի մոտ լռել ես կամ ասել ես չէ, դրա համար չէ։ Իսկ ուրիշ ինչի համար։ Ֆարիկին իմ դեմ տրամադրելու համար։ Ինչ, Ֆիլիպ, բայց դա դու չես մարսի։ Աստորեն ֆրիկը աչքերը բացել է ու տեսել է, թե ով է իրականում իր բարեգործ հայրիկը։ Ինձ ու Ֆարիկին թշնամի դարձնելու համար թանկ ես վճարելու, Ֆիլիպ, թանկ։ Սպասվածից լավ ես արձագանք է, ֆրիկ ջան։ Կարելի է քեզ իմ թևի տակ պահել։ Չեմ հասկանում, դու հաճույք ես ստանում, որ քեզ տանից դուրս եմ անում կամ շան պես շպրտում եմ երեսիդ, թե դու ով ես։ Կոպիտ ես ջանոլ։ Իսկ ով եմ ես։ Դու բոմժ ես։ Արդեն մեռնելու մասին երազի։ Արիոտես, որ մեռնելը լավ բարդ գործ է։ Մեր պատկերացրածի պես հեշտ չի։ Ուզում ես մեռնել ու չես կարողանում։ Մենակ քավորը կարող էր ինձ հասցնել այս վիճակի, որ սիրտս մեռնել ուզեր։ Ստիպեց ինձ բոմժ զգալ, որ կյանքում ինձ բոմժ չէի համարել։ Ես այս վարքյանին ունեմ այդ զգացողությունը։ Ճիշտ են ասում էլ, որ պտուղը ծառից հեռու չի գնում։ Այդ ես կանգնել եմ, շնորհք ունեցի կանգնի։ Մենք շնորհքի զուրկ մարդիկ ենք։ Ոչինչ, ջահել եք, կմեծանաք կսովորեք, որ շնորհք է պետք, մեծերին հարգել է պետք։ Ես եւ դուք ընդհանրապես կապ չունենք իրար հետ, ցտեսություն։ Լսի այդտեղ, ստոպ, կանգնի։ Դու եմ ինձ ասա տեսնեմ էլ էդ հերդ կարպիչը ու տանոն, էդ ինչ հարցեր ունեն իրար մեջ։ Տանոն ձեզ ինչ ասեմ։ Բայց տղա ջան, ես քեզ եմ հարց տալիս, էլ դու ասա, ես հետո կասեմ ինչ ասեմ։ Ես ձեզ մեծ հաշվով ոչինչ չունեմ ասել։ Յո, էդ հորդ ես պատիժ կանում, թե ընկերոջդ։ Հա ճիշտ եք, տանոն իմ ընկերն է, բայց կարպիչը իմ հայրը չի։ Հետաքրքիր բան ասեցի։ Այդ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր մեջ։ Ես չգիտեմ փոփոխություններ ասելով դուք ինչի նկատի ունեք, ինչի նկատի ունեք։ Յա, ես դուք էլ եք դեմ դուրս եկել, հա ձեր սերփութանը։ Ասենք դեմ ենք դուրս եկել, ձեզ դրանից ինչ օգուտ։ Դոսի տղա ջան, այս կյանքում մենակ օգուտի համար չեմ բարև տալիս, Այդ որ հարցեր եմ տալիս, ես օգուտի համար չեմ տալիս։ Լավ, ասենք մենք դուրս ենք եկել քավորի հովանավորության տակից, դա չի նշանակում, որ տանոն պետքա վազի ձեր գիրկը։ Այդ տղա, արտահայտություններիդ մեջ կոռեկտ եղի։ Բարի եղեք, գնացեք ձեր ճանապարհով, ինձ էլ թողեք գնամ իմ ճանապարհով։ Այ մինչև չասես, ինչ են տանոն ու կարպիչը, հերդ, իրար դեմ դուրս եկել,
Ստեից կայլ չես անելու։ Իրանք իրար դեմ դուրս չեն եկել։ Ինչ վերաբերվում է մեր բաժանվելուն, քավորից մենք ուղակի ընկերներով չենք ուզում շարժվենք նույն ճանապարհով, որով որ ձեր ընկերն է շարժվում։ Պարզ է։ Չէ, պարզ չի։ Որտե պատճառելի չասեցիր։ Ու չեմ էլ ասի։ Գնացեք ինչ ձեզ հարկավոր է, ձեր ընկերոջից իմացեք։ Իզնից էլ ավել բան չեք իմանա։ Ծառը ինչա որ պտուղի ինչ ելնի։ Չի այստեղ լուրջ խնդիր կա։ Ոչ տանունա բերանը բացում, ոչ ես վրիկնա բերանը բացում։ Կարպիչները նոր խուճապի մեջ էր։ Ինչ գնով էլ լինի։ Թեկուզ ուժով տանոյից ես պետք է իմանամ։ Ինչա կատարվում։ Լավ էլ պատի ասեի ուտեիք իրար երկու ընկեր պրծնեինք ձեզնից։ Ունես որ ոչ էլ եղել եք, ոչ էլ մեր կյանքում եք եղել։ Արա ես սիրտդ նեղվել, որ քավորը ցես թիկունքիցդ հելել է, այլ մեջքիդ կանգնած չի։ Էսի հերիքա պոչս բաց թող։ Ես գոնե մենակ եմ եղել միշտ կյանքում, իսկ քո հետևը նա ինչքան մարդ կա կանգնած։ Ես մենակով եմ հասել այս կյանքում ինչ-որ բաների, իսկ դու որ մենակ մնաս, կգլորվես մի անգամից անդունդը։ Արա, չես մասի դու սա խառնին իրար, արա։ Դու ես հսկայական բիզնեսները մի խառնի է քո են կյանքի հետ։ Հարց չկա, ով է վիճում քո հետ, ախպերես։ Դու հաստատ Քուչեկի դոնն ես եղել, Զիբլանոցի թագավոր ես եղել ու արա ինը քավոր է տարա, արի։ Աշխատում ես, Պոջան։ Չէ, այդ ցավդ տանեմ։ Բանը Սանիկիդ հետ մի քանի կարևոր հարց են քննարկում։ Ինչ Սանիկ։ Երա կմեռնեմ արա։ Արա դուք ես կարգ եք իրար հակե, որ սկի չեք էլ ճանաչու։ Բայց ոնց որ դուք եք սկսել իրար ճանաչել, հա։ Այսինքն խեմ զարմանում կյանքում միշտ է տենց ալնում, մի բան կորցնում ես, հետո մի բան գտնում ես։ Ցավդ տանեմ։ Չար աչքից հեռու, արի գնայմ կողքի դու ինձ բան ունես ասելու։ Էլխի կողքի են աստ ասեմ։ Արա, ես քո սրբության սրբոց քավորը գիտես ինձ ինչ է առաջարկում։ Ասում արի միավորվենք, յանի ես ու ինքը էլի, ու քեզ տեղից ոնց էր ասում, հա, դավայ անենք։ Ինչ ես կարծում։ Համաձայնություն տամ, չտամ, թե կարողա չդիմանաս, նայ, ասա։ Արա լավ, շո, համբերի մի րոպե։ Բանա, ես որ կավարտես, արի բան, օֆիս, ինձ մոտ, ես քեզ այնտեղ կսպասեմ։ Աներ պապայիդ հետ զգուշ եղի, որտեղ երբեք չես կարանա իմանաս իրա գործած քայլերը ու հասկանաս։ Լսի, խառնակիչ, դու մեզ չես կարողանա կռվածնել, հանգիստ եղի։ Լսի ուրեմն սպոր, մեր հարգարժան նախկին քավորը իր աղջկան պատրաստ էր տալ ինձ։ Ավելին ասեմ, մի քանի անգամ դաժե առաջարկեց, որ ես վերցնեմ իր աղջկան, բայց ես մերժեցի։ Ու ավելին ասեմ, ես ուզում եմ դու ինձ շնորհակալություն հայտնես, որ մինչև հիմա քո կինը քո կողքն է։ Կատոր կանեմ, հետ է կլին շնորհակալություն հայտնես։ Մամ, այդքան նայելու փոխարեն դժգոհությունը հայտնի, որ ես կարողանամ անցնել իմ ասելիքին։ Ախ դու հատուկ ասելիքով ես եկել, Ազիզ ջան։ Ասելիքով ու խնդրանքով։ Իբրին երեխուն ինչի չբերեցիր։ Թողեցիր Ռենայի մոտ։ Հա, կբերեիր, կսիրի, կարոտս կառնեի։ Իսկ դու Մաքսին ում հույսով ես թողել դուրս եկել տանից։ Մեռնեմ Միշիս ջանին։ Մենակ տենաս ոնց է Մաքսոյից նայում։ Մենակ դու տենաս։ Չնայած շուտ պետք է գնամ հասնեմ, որ Միշս տնից դուրս գա։ Գանձա Միշս։ Ափսոս է նա հոր հետ լեզու չի կարող գտնի։
Որովհետև խելոք մարդ է։ Հասկանում է, որ պապայի հետ գլուխ դնել հնարավոր չի։ Այ բալաջան, իբրեմ խեղճ հորդ քարը շատ թեթև է, հիմա էլ դու ծանրացրա։ Էմուլ ջան, ինչ արել են խեղճերդ քեզ։ Այս վերջի ժամանակները ընդհանրապես չի խառնվում կյանքիդ։ Խառնվում, մամա։ Այս անգամ որոշել է ինձ առանց ամուսին թողնել, իսկ երեխուն առանց հայր։ Ամենավատ բանը, ինչ կարող էիր ասել հորդ մասին, այս էր։ Ման պապան վրեժով է լցված։ Այս անգամ տեղերով փոխվել են, սանիկները հայտնվել են հակառակորդի դերում։ Իսկ պապան հանձինը Սպարտակի իրեն համախոհներ է փնտրում։ Վատա։ Թող փեսաու աներ, շփվեն իրար հետ, հարազատություն անեն, շատ լավ է։ Մամ, դու ինչ հարազատության մասին ես երազում։ Պապան ուղղակի օգտագործում է Սպարտակին։ Ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Ոնց որ ժամանակին Տանոյին էր լարում Սպարտակի դեմ, հիմա հակառակն է։ Չէ, հա։ Այդ քեզ ով ասես, բալաջան։ Պապան երկու եղբոր իրար դեմ հանելով փորձում է իր շահը առաջ տանել, ինչը ճիշտ չի, մամ։ Ես չեմ ուզում, որ արյուն թափվի։ Ես հազիվ եմ ինչ-որ չափով Սպարտակին հեռու պահել Տանոյից ու արյունալի մտքերից։ Էմիլի, լավ։ Մամ, ես փորձում եմ հնարավորինս Սպարտակին Տանոյից հեռու պահել, որ իրար չսպանեն։ Իսկ պապան հիմա երկուսին էլ ատում է։ Ուզում է մեկի ձեռքով ազատվել մյուսից։ Ես ինչ անեմ, բալես։ Ախր քո հերը հոգնել չունի, պարտվել չունի, կանգ առնել չունի։ Կանգ առնել ունի, մամ։ Միայն այն դեպքում, երբ որ դու ես նրան ստիպում։ Խնդրում եմ, խոսի նրա հետ, ասա, որ հեռու մնա Սպարտակից։ Դու, եթե կարա, Տանոյին էլ հանգիստ թողի։ Լավ։ Կխոսեմ, բալես, խոսք եմ տալիս։ Իսկ հիմա ինձ ասա, ինչ է եղել նրանց միջև, ինչի են իրար դեմ դուրս եկել։ Ես քեզ այն օրը պատմեցի, չես հիշում, որ մեր տանն էր, պատմեցի։ Մամ, ես այն օրվանից ոչինչ չեմ կարող հիշել, ընդունակ չէ ինչ-որ բան հասկանալ ու ընկալել։ Այն ախմախ ֆրիկը Տանոյին ասելա, որ որ տարիներ առաջ հերդ մտելա Բալայանների տուն, մի խոսքով Տանոն գիտի հերդ ասպանել Բալայանների մորը։ Ահա որը։ Բայց դու այնպես մի խոսի, ասես իրականությունն այլ է ու պապային անիմաստ տեղն են մեղադրում։ Իր արածները քիչ է, հիմա էլ ուզում է երկու եղբոր սպանել տա, այն էլ մեկը մյուսի ձեռքով։ Դո տխմար, չես տեսնում, որ վրետ ծիծաղում է։ Արա, Տանո, պապայի գերեզման, բայց դու ինչ կեղտոտ լակոտ դուս եկար, արա։ Արա, այս անգամ բախտդ բերեց, արա, բայց ով էշտի սես չի լինելու, արա, մեկը ուղեղը թափելու եմ։ Ես քեզ ասել եմ, չէ՞ որ այս երկրակույտը շատ փոքր է իմ ու քո համար։ Կամ ես եմ ապրելու, կամ էլ դու։ Դո իրա ուզածնել հենց էտա, հոգու խորքում էտա ուզում։ Արա, այ խառնակիչ, արա, ձենդ կտրի, արա, դու մեկը իմ ու իմ փեսի մեջ ոչ մի չորդ չես կարող կծել, արա, մի կրվածնում ես։ Ուզում ես այն նույնը ապրես, ինչ որ ես ապրեցի, հա? Պես հետ որ իմանա ինչ ես արել, քեզ կկոխի ես սանոկի տակ։ Էդ ինչ արե որ։ Աներոջիցդ հարցրա, ինքը քեզ կպատմի, թե ոնց եղավ, որ մեր հարաբերությունները վերածվեցին թշնամանքի։ Արա, ես պրոստը ուշ իմացա, որ դու բաբշե մարդ չես, արա, ափսոս, 1000 ափսոս են արածը, որ ես քեզ համար արել եմ։ Հələ մի րոպե, ես ինչ էր նամյոկ անում ես բոմժը։ Արա, ինչ նամյոկ, պրոստը ինքը գիտի ինչ ասի, որ դու քեզնից դուրս գաս։ Հələ դու ինձ էլ աս, այդ ճիշտ է ինչ որ ասում էր աղջկադ վրով, հա? Դու տես բան ես արել, կարվիչ ուրեմն իմացի, որ դու համար մեկ թշնամից դու ես, դու էլ իրանից հետ չես մնում։ Արա, դու ատենց էլ չմեծացար, այ Սպարտակ ջան, կյանքին մեռնեմ, մնացիր են նույն պուչուր սպոն, արա, Հետ ինչ էր ասում քո վրով, ինչ որ ասում էր ճիշտ է, հա? Արա, պրոստը ինքը գիտի ինչ ասի, որ դու կապաղ ես, չես հասկանում այդ կանը, կրծում է ուղեղը։ Լավ, իսկ ես ես ամեն ինչը կկրծեմ, հələ կպարզեմ տենամ ձեր այդ քավոր սանիկությունը, այդ ինչ եղավ, դրուկ որ սես տարեք իրար թշնամի։ Դավայ։ Դեպիլ հերն եմ անիցել, արա, դեպիլ։ Ուխ ես էլ է լավ։ Եթե ուզում ես վերցրա, սա էլ բարձրացրա։
Ինչ լավն եք դուք։ Պապ, գրացիր։ Կորոնան բալես։ Սստավա։ Անհարմար է։ Բալիկ ջան, հարագացրու, մաման ամաչում է։ Լավ աղջիկս։ Հա? Սպասի։ Դե, ոնց են ես ու մաման կարող են ձմեռ պապի ձունանուշ դինել։ Ընտիրա, դե քանի եկել ենք, ինձ համար է նվեր առեք։ Բայց այս ամենում համար է։ Բալես, նոր տարին քո տոնն է, ոնց ուզես այնպես է լինելու է։ Արժեր երեխու ժպիտի համար ես ներկայացումը խաղալ։ Բայց ինչ ներկայացում։ Երջանիկ ընտանիքի, որը որ բեմադրվում է Ժակլինի համար։ Բայց պատկերացրա, որ ես ոչ մի ներկայացում չեմ խաղում։ Իրեն, ինքանս դերի տակ մնացել, որ քիչ ամնում ինձ էլ ամոզես։ Արժեր իմ զոհողությունը։ Քո ուրախությունն իմ անձնական կյանքից առավել է։ Ես դա պետք է գիտակցեմ։ Ուզում եմ այս երկու սեղանները իրար մոտացնենք, որպեսզի բոլորս միասին նստենք։ Դե իսկ մենյուն արդեն ասեցի ինչ եմ ուզում։ Բարի։ Վիտուսիկ, քեզ անակնկալ է սպասվում։ Այ տանո ջան, դե արի էլի, ոնց որ ասեղների վրա լինեմ։ Կամ էլ թե չէ, ես տեղ ինչ պիտի աշխատեմ։ Աշխատանքային փորձս մենակ կոշիկ վաճառելն է։ Այն էլ դժվար է հսկայական գործի մեջ պետք է։ Ալո, Լիլի, վախեցրեցիր ինձ։ Ինչից վախեցար։ Չես իմանում, որ ես գիժեմ, ամեն ասածից ուշադրություն մի դարձրու։ Բաբի, այսօր բոլորով հավաքվում ենք։ Վիտուսի ապակինումն ենք նշում։ Ինքը գիտի, թե մենակ ես ու ինքն ենք լինելու, բայց ես բոլորի հրավիրում եմ։ Մնացել էր քեզ ու Տանոյին զանգեի, քեզ զանգեցի, հիմա Տանոյին կզանգեմ։ Տանոյին ես կասեմ, դու էլ մի զանգի։ Լավ, իսկ Դավոյին էլ ես բերելու։ Դե մեծ ցանկության դեպքում չեմ էլ կարող չբերել, որովհետև եթե բոլորով հավաքվում ենք, Դավոն ուր պետք է մնա, պիտի մեր հետ գա։ Հա, Լիլի։ Ոնց ես Միշ։ Լավ, մերսի։ Վիտուսից ասա, ոնց է։ Լավ է, արդեն դուրս ա գրվել, ինչի կապակցությամբ բոլոր ընկերներով հավաքվում ենք, քեզ էլ եմ հրավիրում։ Մերսի, չմոռանալու ու դեռ ձեր ընկերը համարելու համար, բայց չեմ կարող գալ։ Միշ, եթե չգաս կնեղանամ, կմտածեմ։ Արի դու ոչ մի բան մի մտածի, որովհետև կգամ, բայց մենակ ասա ուր պիտի գամ։ Ձեզ որ թողնենք դուք չեք հաշտվի, իսկ սա կարա լավ առիթ լինի հաշտության։ Եթե չասեիր, որ սա մեր վերջին հանդիպումն է, ես չէի գա։ Չէի ցանկանա, որ սա վերջին անգամը լիներ։ Ասում եմ ու ինքս էլ չեմ հավատում։ Եթե սա ծողակ է ինձ էստեղ բերելու, ապա ասեմ, որ քեզ չի հաջողվի մինչև վերջ գնալ։ Չէ, սա ծողակ չի, սա ծողակը ինձ համար։ Չեմ հասկանում։ Ինչի համար են այս անիմաստ տանջանքները։ Անիմաստ։ Անիմաստ։ Տես, ժամանակի անիվը։ Քանի անգամ պտտվեց մեր վերջին բաժանումից ի վեր։ Նույնիսկ ծիծաղելի է մեր պահվածքը։ Այսքան տարի անց մենք պիտի ընդհանրապես իրար չհիշեինք։ Կամ էլ պիտի դառնայինք ոխերիմ թշնամիներ։ Ատեինք իրար։ Բայց դու այդպես էլ վերադարձել էիր, որպես իմ ոխերիմ թշնամի ատելությամբ ու վրեժով։ Ճիշտ ես։ Ուղղակի չկարողացա գնալ մինչև վերջ։ Հա, ճիշտ ես ասում։ Մեր զգացմունքը առավել ուժեղ գտնվեց։ Մենք մեծ երեխաներ ունենք։ Դու արդեն թոռներ ունես։ Հա, գիտեմ, հասկանում եմ։ Բայց դրանք իմ միջից չեն կարող արմատախիլ անել։ Այն զգացմունքները, որոնք դու իմ մեջ արթնացրեցիր։ Ես այնքան վատ եմ զգում Տանոյիս մոտ։
Չեմ կարողանում նրա հետ շփվեմ, չեմ կարողանում աչքերի մեջ նույնիսկ նայեմ։ Հա, ամոթն ու մեղքի զգացումը խեղդեց ինձ, որ ես կազմակերպեցի այս հանդիպումը։ Նույնիսկ սա պետք չէր։ Մենք ուղղակի պիտի իրար չփնտրեինք։ Պատահական հանդիպումների ժամանակ էլ ճանապարհները կարող էինք փոխել։ Բայց դու ոնց ես հասկանում, որ սա ևս մի առիթ էր քեզ տեսնելու, քեզ հետ շփվելու։ Ոչ։ Ես գիտակցում եմ, որ ստորություն եմ անում, որ իմ կինը արժանի չի դավաճանության, որ իմ ընտանիքը արժանի չի, որ ես նրանց խաբեմ, այ դրա համար էլ ուզում էի այս վերջին հանդիպումը։ Մեր ճանապարհները ընդհանրապես պիտի չխաչվեին։ Այնպես դժգոհ, այնպես էլ գոհ եմ, որ դու ինձ պարգևեցիր գեղեցիկ պահեր և իմ մեջ արթնացրեցիր հուշեր։ Իսկ ես ավելի երջանիկ կլինեի, եթե հուշերը չկենդանանային։ Հանգիստ կլինեիր, բայց ոչ երջանիկ։ Ես կարող եմ երջանիկ լինել Տանոյիս հետ։ Իսկ ես մի ակնթարթի համար կորցրեցի որդուս։ Ուզում եմ մոռանանք ու չշարունակենք, որպեսզի ավելի խորը չգնանք։ Սպարտակս ինձ կջնջի իր կյանքից առհավետ։ Շնորհակալ եմ այս հանդիպման համար։ Մնաս բարով։ Սպասի, ես քեզ տուն կտանեմ։ Ոչ մի դեպքում։ Խնդրում եմ թույլ տուր ես քեզ վերջին անգամ ուղեկցեմ, ինչպես հին ու բարի ժամանակներում։ Վերջին անգամ։ Հազիվ հասարից ես արդեն գնում էի։ Վաղուց ես այստեղ։ Դե այնքան վաղուց, որ աչքերս փակ արդեն կարող եմ ասել սենյակիդ, որ հատվածում ինչ ա դրված, որ պատին է, քանի ծակ կա ու քանի նկար։ Տանո կարող ա զբաղված ես ճիշտ ժամանակին չեմ եկել։ Ես չեմ քեզ ստեղ կանչել։ Հա։ Հաու ջան, քեզ բախառնվե իրար։ Դե ոնց որ թե քեզ խանգարում եմ։ Չես խանգարում, ուղղակի ես զիբիլ տրամադրություն ունեմ, դա քո հետ կապ չունի ընդհանրապես։ Լավ, ուրեմն բան կասեմ ու հիմա տրամադրություն կբարձրանա։ Լիլին ասեց, որ խնջույք ա կազմակերպում Վիտուսի պատվին ու մեզ բոլորիս հրավիրել ա։ Տեսնում ես ինչ լավ է, ուրեմն կգնանք։ Տանո, ուղղակի ես այստեղ ոնց նայեցի, ինձ հարմար աշխատանք չգտա։ Ոնց նայեցիր, այսինքն պատերին նայեցիր, հա, բնականաբար պատերի վրա աշխատանք չկա։ Չծիծաղաս վրաս։ Դու իմ մոտ կաշխատես, թղթեր կտանես կբերես։ Այսինքն լինելու եմ քո քարտուղարուհին։ Չէ, քարտուղարուհի չէ, ես այդ բառը ահավոր չեմ սիրում։ Ու ամել ես այդքան չկամ, որ քարտուղարուհի ունենամ։ Ուղղակի մենք քիչ-քիչ կսկսենք աշխատել ու կսովորենք, որտեղ այս կյանքում ինչ ապրում ես, պետք է սովորես։ Ինչպես միշտ բարի ու համեստ ես իմ տանը։ Իսկ դու ինչպես միշտ անառակ ես։ Ինչ ասեցիր բաբին։ Տանո ջան, խնդրում եմ, պետք չի ես սովորեմ այս մարդու խոսքերին։ Ասեցի անառակ։ Ես քեզ կսովորացնեմ հարգել քրոջս։ Ես դու ճիշտ հասկացար ինձ։ Ես քո իսկական անունը տվեցի։ Ռադը քաշեցներից։ Բա քո իսկական անունը որն է։ Մարդասպան, ջեպգիր, հա։ Դա իլի քիչ է քո համար։ Ռոյլակո չապը ճանաչու իմացի ու հետ ոնց ես խոսում։ Իսկ դու ռադը քաշի այստեղից ասեցի։ Բաբին ստեղից քայլ չի անի, ու ավելին ասեմ, դու ես գնալու ստեղից ու սովորես մեզ հարգել, ու այդ բառերը, որ ասում ես, գնաս չափավորես ու փոխես սրանից հետո մեր հետ խոսելուց։ Ես չեմ թողնի, որ ձեզպես երկու փչացած ծիծաղեք երեխուս վրա։ Չեմ թողնի։ Մենք էլ պետք է հավատանք, որ սա իմ բիշիկի երեխուն է սպասում, հա? Քո երեխունա չես սպասում։